Պրոիշխանական բաներն էլ, իրավաբաններն էլ նշում են, որ քանի որ սահմանադրությունը պահանջում է, որ պետք է լինի 3 ուժ ներկայացված ազգային ժողովում, ապա այս պարագայում իշխանությունը կարող է հաջորդողներին տալ այնքան մանդատներ եւ բնականաբար արդեն տոկոսային հարաբերություններն էլ կփոխվի եւ իրենք էլ կդառնան 70% իշխանությունը եւ 30% մյուս ուժերը, որոնք որ կգնան ազգային ժողով եւ դրանով կլուծվի պահանջը. Այսինքն ազգային ժողովը կհամալրվի 3 ուժերով։ Սահմանադրությունը այդպիսի հնարավորություն այս իշխանությանը չի տալիս, բայց ճանաչելով այս իշխանությունը, ես այսպես շատ մեծ անհանգստություն ունեմ, որ իրենք կգնան այդ ճանապարհով, որովհետև իրենց համար միշտ կան ելքեր եւ իրենք այդ ելքերը ամենևին կարեւոր չի, որ իրենց այդ որոշումներն ու ելքերը սահմանադրության հետ համապատասխանության մեջ լինեն։